Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ասուլիսով է հանդես եկել։ Ընդհանուր առմամբ, եթե հասցրել եք հետևել, ինչի մասին էր այդ ասուլիսը, որովհետև կարծես թե նոր բան ըստ էության չի ասել, բայց կարող ենք ենթադրել, որ նախընտրական տրամաբանության մեջ է ասուլիսը եւ Քոչարյանը ինչպես ակնարկեց, իր դեմքով պատրաստվում է վերադառնալ։ Ինչպես կարելի է 3 ժամ խոսել, 3 ժամ ասուլիս տար, 3 ժամ ասել ամեն ինչի մասին, ըստ էության բովանդակային առումով ոչինչ չասել։ Ես ոչ մի տպավորություն չստացա իր խոսելուց, դա նույն բաներն է, ինչ որ ինքը կրկնում է ավելի քան 1.5 տասնամյակ։ Բացարձակապես իմ նախագահության ժամանակ արդյունավետությունը այսքան է եղել, իմ նախագահության ժամանակ թոշակները այսքան է եղել, իմ նախագահության ժամանակ եւ այլը, 3 հարցով կարող ենք այդ ամեն ինչը փակել։ Իր նախագահության ժամանակ Լեոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկիզբ առած անիշխանությունը, երկիրը կոռուպցիայի մեջ թաթախվել է, իր նախագահության ժամանակ հասավ ծաղկման գագաթնակետին եւ այդպես էլ մնաց շուրջ 10 տարի։ Ինքը ասեց, որ իմ նախագահության ես ամեն ինչ կանեմ, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր բառերով եմ ասում, կիսլարոդի բալոնը չփակի, չէ, մթերքների անխոչնդոտ Արաքում Ռուսաստան բան եւ այլը փոխանակ ասի, որ դա փոխշահավետ համագործակցություն, առևտրատնտեսական համագործակցություն է, որը ձեռնտու է երկրների շոկայական հարաբերությունների պայմաններում, նա ասեց, որ Ռուսաստանը եթե միած սենց անի, այդպիսի ուրեմն ցինիկ, ուրեմն փողոցային բառապաշարով, փողոցային եւ նաեւ ոչ հայեցի բառապաշարով ասեց, որ այսպես է, եթե անող է իր 2005-6 թվականից սկսվեց ռուսական զենքի անխափան մատակարարումը Ադրբեջանին։ Այն ժամանակ այսպես աներ, որպեսզի այդ զենքը չմատակարարվեր Ադրբեջան, որը հետագայում չօգտագործվեր Ղարաբաղը ադրբեջանականացնելու թեկուզ ժամանակավոր այդ նպատակով։ Եվ երրորդ ամենակարևորը մարդ, որը ունի մի բարդույթ, որ ինքը ամեն գնով փորձում է իր ռևանշիստական մոլուցքով վերադառնա իշխանության եւ ասում է ինձնից լավ ոչ ոք այս երկիրը չգիտի։ Իրենք ամբողջովին ձախողել են Հայաստան Հանրապետության արտաքին քաղաքականությունը, Հայաստան Հանրապետության բանակաշինությունը, որովհետեւ օգտագործված իր դարն անցած մաշված անվադողերով չի կարելի ունենալ պաշտպանական բնագծեր, որովհետև կոռուպցիայի մեջ թաթախված բանակը երբեք չի կարող լինել տարածաշրջանի խնդիր լուծող բանակ։ Երեք իդեպ ներողություն եմ խնդրում, Քոչարյան հենց դրա մասին էր խոսում, որ վերջի 8 տարում ամեն ինչ արվեց, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը այսպես քանդվի, ոչնչացվի։ Նախ պիտի ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը բանակի մասին ունի ամենատարրական պատկերացում։ Ռոբերտ Քոչարյանը բանակի մասին ունի պատկերացում այնքանով, որի յուրայինները չծառայեն սահմանին, չապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ խաղաղությունը իրենցից կախվածը, որ իրենք ամբողջովին թաթախված լինեն ձախ զարտուղի եկամուտների մեջ բանակից ստացված աստղաբաշխական գումարներով, ես պիտի ասեմ, որ միայն ու միայն հերթական անգամ փորձ է արվում դավաճանական եւ դավադիր կերպով զուտ արտահայտելով Ռուսաստանի շահերը, այնտեղ թաքցնելով իրենց նպատակները, ոչ միայն թաքցնելով այդ քողի տակ լուծել իրենց վրեժխնդիր մոլուցքը 2026 թվականի ընտրություններում ունենալով ինչ որ որոշակի հաջողություններ։ Այդ ասուլիսը ամբողջովին տեղավորվում է 2026 թվականի համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ եւ այդտեղ ես պիտի ասեմ, որ ոչ մի ուսանելի եւ ոչ մի դրական պոզիտիվ նախադասություն ես չտեսա։ Դե եթե ասում է սեփականաշնորհել ենք մի քանի գործարան կամ մի քանի, չգիտեմ, գործարք եւ այլ, գիտեք, 10 տարի պետության նախագահ ես եղել, հիմա ես չգիտեմ, հո մենակ ձեր գործը նա չի եղել, որ գնաք Տանզանիայում $50,000 սատկած առյուծի կամ սատկած վագրի հետ նկարվեք։ Մարդ, որը որ իրականության ռեալ զգացողությունը կորցրել է,
մարդ, որը որ բացարձակապես ամեն ինչ ներկայացնում է ծուռ հայելու մեջ, որտեղ ինքը ունի այդ արժի համակարգը 180 աստիճան ինքը որպես Ռոբերտ Քոչարյան մեկ այլ անձնավորություն է եւ 180 աստիճանի շուռ եկած ասուլիս է տալիս որպես մեկ այլ անձնավորություն բաներ կա, որոնք չի թաքցնում, որովհետև ինքը նաև ես պիտի ասեմ, մեզ զգուշացնում է վերահաս սպառնացող վտանգի մասին, խոսքը վերաբերում է հայբրիդային պատերազմների մասին, խոսքը վերաբերում է soft power-ի գործածման մասին, ինչպես է զգուշացնում Ռուսաստանից, այո, հենց թեկուզ տնտեսական, ուրեմն, եթե չասեմ, ուրեմն սպառնալիքների ասեմ կամ պատժամիջոցների ամեն դեպքում սահմանափակումների կամ ամեն դեպքում ոչ բարյացական, ոչ բարեկամական հարաբերությունների զենքի մասին, զենքի մատակարարման մասին ամբողջովին պատկերացում չունի լավ մի մարդ եթե ասում է մեր սխալով է Հայաստանի սխալով է եղել Հայաստանի դավաճանության պատճառով է եղել որ Ռուսաստանը մեզնից երես է թեքել եւ նույնն էլ հապկը ինքը ամբողջովին հայեմատում է Ռուսաստանի հետ ես այլևս չեմ կարող այդտեղ բան ասել ես պիտի ասեմ որ այո մենք ունենք վերահաս սպառնալիքներ ինքը իր բերանով ակնհայտ կերպով ակնարկեց դրա մասին եւ քանզի ես միշտ ասում եմ որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի շատ հետևողական լինի շատ սկզբունքային լինի սկսած գործը կապված եկեղեցու հետ կլինի կապված հակակոռուպցիոն քաղաքականության մեջ կլինի կապված արդարադատության մեջ կլինի կապված բյուջետային քաղաքականության մեջ կլինի կապված ուրեմն ժողովրդավարության սկզբունքների եւ ժողովրդավարության սկզբունքները մինչև վերջ աննահանջ ես մեր ժողովրդավարություն համարում եմ մարտնչող ժողովրդավարություն որտեղ դուք պատկերացնում եք այսօր ամեն մի կներեք փաստաբան կամ ինչպես ասում են մարդու իրավունքների պաշտպան ասում է Հայաստանում խոսքս վերաբերում է այն մարդկանց որոնք գիտեմ գրպանից գրպան են տեղափոխվում որոնք ասում են որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ այլ ես դրա համար ասում եմ որ այսօր արդեն ամեն ինչ ակնհայտ կերպով դուրս է եկել ջրի երես եւ քանի որ Քոչարյանն է համարվում անթակույց հպարտությամբ եւ անթակույց մոլուցքով ասում է որ պիտի լինի մեր ընտրական ցուցակը արդեն նշмарվում են 3-4 ուժեր քաղաքական դաշտում ինքը նկատի ունի դիմադիր ուժերին դες դա 1-2 ամիս առաջ գիտեի որ ովքեր են լինելու այդ 3 որոնք են լինելու այդ 3-4 ուժերը դրա համար ինքը արդեն անթակույց մոլուցքով այսօր ավետեց 2026 թվականի նախընտրական քարոզչության եւ այն քայլերի մասին այդ թվում նաեւ հայբրիդային պատերազմներին ընկղմված լինելու եւ այն դավադիր գործարքների մասին, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ գործարքների մասին է խոսքը, ինչ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք քանի Հայաստանի Հանրապետությանը ես չի ասեի սպառնացող, որովհետև Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության կառավարությունը Դե բայց նախընտրական տրամաբանության մեջ խոսվում է հիբրիդային պատերազմության մեջ, այո, բայց ես կարծում եմ, որ մեր կառավարությունը եւ հատկապես մեր ժողովուրդը Փառք Աստծո մենք այնքան ուրեմն ստապ կգտնվենք, այնքան մենք տրամաբանության շրջանակներում եւ ոչ միայն պետականության հանդեպ եւ մեր մոտեցմամբ Պարոն Սաֆարյան, ես հիմա չեմ խոսում մեր մոտեցման մասին, ես խոսում եմ թե ինչ քայլեր կարող է լինել, օրինակ այդ վտանգները, որոնց մասին խոսում ենք, ինչի մասին։ Դրանք տնտեսական են, քաղաքական են։ Առաջնահերթ կերպով ասեմ։ Հավաքույթ ես հիմա ամեն ինչ կասեմ, նաեւ Ռուսաստանի հետ կապված ինքս համոզված եմ, որ ռուսական establishment-ը եւ ռուսական պետական կառավարող շրջանակները դժվար թե պիտանելիության դարն անցած մարդկանց հորդորին անսան ակնկալեն, բայց նրանց նպատակը այն է, որ ռուսական, այսպես ասած, մամլիչ մեքենայով, որը որ կլինի տնտեսական, ուրեմն սահմանափակումները ասեմ կամ տնտեսական ոչ բարյացակամ հարաբերությունները ասեմ, նույնը նաև ասենք Ադրբեջանին դրթել է Հայաստանի Հանրապետության դեմ
Բայց հիմա դա կարող է գործել այս պայմաններում։ Իրենց արշինով, այսպես ասեմ, որտեղ ինքը այդպես էր խոսում, ջեբը գցել, քորփա եւ այլը, չէ, դե դա ասենք մեզ հարիր չար լեզվով խոսենք, չէ։ Իրենց արշինով, իրենց ուրեմն չափորոշիչներով, այո, իրենց թվում է թե Ռուսաստանը պետք է կարողանա, ոչ թե պետք է կարողանա, Ռուսաստանը պետք է իրենց խամաճիկներին կամ իրենց կամակատարներին, հատկապես Հայաստանում, իրենց շնորհիվ սրանց բերի իշխանություն։ Տարբեր են, մոտեցումները տարբեր են, ես ասացի։ Ես այդ մոտեցումներն եմ ուզում հասկանալ։ Մոտեցումներից մեկը ես ասացի, առաջինը ուրեմն լավ տնտեսական լծակներ հասկացանք, քաղաքական առումով ես կարծում եմ, որ ուրեմն կապված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված եւ հավասարակշռված քաղաքականության ուրեմն տարբեր գործառույթների հետ վայնասուն բարձրացնելը, մյուսը եկեղեցու ուրեմն չնայած արդեն եկեղեցին ամբողջովին մտել եկեղեցու վերնախավը մի քանի հոգևորականներ ամբողջովին մտել են իրենց հակապետական դավադիր գործունեության դերի մեջ, որտեղ հստակ կերպով երևում է այդ նույն մարդկանց ականջները, էլի ոլորտներ կան, մեկը ուրեմն նաև Yellow Press եւ Gutter Press, հա, կոյուղային եւ դեղի մամուլներն է, որոնք ամեն ինչ ներկայացնում են ծորհայելու մեջ, եւ էլի բաներ, որոնք ասենք հնդածս աչքի կզառնեն եւ կարծում եմ այդ ամեն ինչը ավելի հստակ կերպով կնշմարվի առաջիկայում։ Բայց առաջ անցնելով, տեսեք, մի քանի դիլեմայի անդրադառնանք, պարոն Սաֆարյան, նախ կարծես թե Քոչարյանն նույն չափ մտահոգված էր, որչափ Լավրովը, որ Արևմուտքը պատրաստվում է հիբրիդային պատերազմի դեմ պայքարի տրամաբանության մեջ Հայաստանին գումար տրամադրել, այստեղ էլ է խնդիր տեսնում Ռոբերտ Քոչարյանը, ինչպես օրինակ Լավրովն էր օրեր առաջ ասում, որ հայ հասարակության փոխարեն ինքը կանհանգստանար, որովհետև այն ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, դա ուղիղ միջամտություն էր այնտեղի ընտրություններին եւ ընտրակեղծարարություններ, հիմա Քոչարյանը գալիս է վերահաստատելու, որ այո, Արևմուտքը այստեղ գալիս է միջամտելու կամ ընտրակեղծարարություն իրականացնելու։ Ընտրակեղծարարությունից են խոսում Քոչարյանն ու Լավրովը, լավ հասկանանք։ Եվ նաև կարող է նաև ընտրակեղծարարության հարցում իրենց միանալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը։ Արևմուտքի դեմ այս իրենց մոտեցումները, այս իրենց խոսույթը այնքանով է անհասկանալի, պարոն Սաֆարյան, որ տեսեք, նույն Լավրովի, նույն Սոլովյովի, նույն Վլադիմիր Պուտինի երեխաները մենք գիտենք, որ կրթություն են ստանում, ապրում են Արևմուտքում, ամենատարբեր երկրներում եվրոպական, Ռոբերտ Քոչարյանի թոռները Միացյալ Նահանգների քաղաքացի են։ Հիմա ինչպես հասկանալ այս դիլեման նաև, եւ հետո նաև Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է օրվա իշխանություններին ինչ որ այս կամ այն երկրի գործակալ լինելու մեջ, այն դեպքում, երբ օրինակ ինքը իր իշխանության տարիներին գույք պարտքի դիմաց գործարքով բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները նվիրում էր Ռուսաստանին։ Սա ինչպես հասկանալ։ Տեսեք, ձեր հարցը բարձրացրած շատ բովանդակային է։ Ես պիտի ասեմ, որ այդ նույն անձնավորությունները, որոնց մասին դուք ասում եք, դա կլինի ռուսական կառավարող շրջանների ներկայացուցիչներ, թե Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող, ես չի ասի պաշտոնաթող, պիտի ասեմ պիտանելիության ժամկետը անցած։ Գործիչները անդրադառնալով այս թեմային, ես պիտի ասեմ, որ դա կարելի ասել, որ նրանց երգը վաղուց երգված է։ Նախ Ռուսաստանի Դաշնության գործիչներին պիտի խորհուրդ տան, որ իրենք զբաղվեն իրենց երկրի ներքին գործերով։ Իրենց երկրում բռնաճնշումների, քաղաքական բանտարկյալների, ժողովրդավարության բոլոր չափորոշիչների ոտնահարման, չգիտեմ, մարդասպանության, քրեատին իրավիճակի, այս ամեն ինչը Ռուսաստանը այսօր համարվում է, կարելի ասել, փայլուն դասական օրինակ։ Գալով նրան, թե Եվրոմիությանը մեր պետական իշխանությունը կդիմի, թե չի դիմի, դա նրանց գործը չի։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան սուվերեն հանրապետություն է եւ նրա ուրեմն կառավարությունը, որը ունի մեր ժողովրդի վստահության քվեն, որն արտահայտվեց է կամ արտահայտությամբ ժողովրդավարության տարին ու ոգուն համապատասխան, որը դեռևս չի եղել ոչ մի ուրեմն համապետական ընտրությունների արդյունքում, այդ առումով ես պիտի նաև հանուն արդարության պիտի ասեմ, որ
բացառություն է կազմում 1991 թվականի սեպտեմբերյան ընտրությունները, ուրեմն գալով Ռոբերտ Քոչարյանին, Հերմինե ջան, ես դες մի անգամ ասել եմ, ինձ բերում եք սովորաբար մի դաշտ, որտեղ ես անելիք չունեմ։ Այդտեղ անելիք ունի մեր պետությունը։ Ռոբերտ Քոչարյանը եթե ասուլիս է տալիս, ուրեմն լրատվամիջոցների ներկայությամբ ես այստեղ քննադատում եմ կառավարության ղեկավարին։ Ես այստեղ քննադատում եմ մեր իրավապահ մարմիններին, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ունի ընդամենը մի տեղ։ Դա ուրեմն պատժախուցն է եւ դա ազատազրկման վայրն է։ Մնացած առումով, գիտեք, այսօր պատժախցից էլ որ մարդկանց ազատեն, հարյուրավոր մարդիկ կարող են ելի նույն ձևի հարցազրույց տալ։ Դուք ասեցիք, որ նրա թոռները կամ նրա ընտանիքի անդամները ծնվել են Միացյալ Նահանգներում։ Եթե նախագահի կամ պաշտոնաթող նախագահի ընտանիքի անդամները ծնվում են այլ երկրներում, ապա կառավարությունը կամ արդարադատության նախարարությունը կամ չգիտեմ պետությունը, ապա անպայման պիտի այդ ընտանիքին ենթարկի մի տերմին կա, որը կոչվում է ostracize, խեցեվճիռ, այսինքն որ նրանք երբեք իրավունք չունեն այստեղ մասնակցել որևէ գործընթացի ժողովրդավարական քաղաքացիություն ձեռք բերելու եւ այլ։ Ես չեմ ուզում փգգծերը բացեմ, կարծում եմ մեզ ունկնդրող ուրեմն մեր հետևորդները կիմանան ինչի մասին է խոսքը։ Դուք սովորաբար ինձ բերում եք մի դաշտ, որտեղ ես ուղղակի զզվանքով եւ նողկանքով եմ ուզում արտահայտեմ եւ նաեւ շատ-շատերին։ Դրա համար ասում եմ 3 ժամ հարցազրույց տալ, խոսել ամեն ինչից, բայց ըստ էության ոչինչ չասել։ Դա վերաբերում է եւ հապկին, եւ ասինքն ուրիշ բան չեմ կարող ասել, միայն բանակի հետ կապված ես կարող եմ 10 չափորոշիչներ ասել, սկսած աշխատավարձից, սկսած արձակուրդներից, սկսած հագուստից, սկսած, չգիտեմ, ամենահասարակ բաներից, սկսած ուրեմն այդ բաները, որ անց են կացնում, քննությունները, ոչ թե քննությունները, այլ որակավորման մրցույթները, որ անց են կացնում, որ տեսնենք, արդյոք սա կարելի է համեմատել միջնադարյան, ուրեմն խավարամիտ այն արատավոր բարքերի հետ, որոնք մեր երկիրը ունեցել է, որոնք մեր երկիրը ուրեմն տոկացել է գրեթե քառորդ դար։ Պարոն Սաֆարյան, լավ, այդ դաշտից ուզում եմ ձեզ դուրս դնել։ Տեսեք, J.D. Vance-ն է այցելելու Հայաստան փետրվարին, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը, նախ ինչպես կգնահատեք այդ այցի կարևորությունը, նշանակությունը եւ հետո ինչ սպասել այդ այցի ժամանակ։ Տեսեք, արդեն որոշ լրատվամիջոցներ առաջ են ընկել եւ այսպես գրում են, որ հատկապես ընդդիմադիր մեդիան եւ ընդդիմադիր որոշ գործիչներ, որ այդ ընթացքում կարող են փաստաթղթեր ստորագրվել հատկապես միջուկային ատոմակայանի կառուցման հետ կապված եւ այստեղ անհանգստություն են տեսնում, որովհետև գիտեք այդ առումով բանակցություններ կան մի քանի տարբեր երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, հիմա ասում են, որ հայկական կողմը արդեն կողմնորոշվել է եւ դա պիտի կառուցի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այստեղ էլի անհանգստանալու առիթ կա թե չէ, եւ ընդհանուր առմամբ այդ այցը ինչ կարող է նշանակել։ Շատ լավ, քանի որ ասացիք այս թեման փակում ենք, ես նաև պիտի ասեմ, որ այսօրվա ասուլիս անցկացնողը խոսքը վերաբերում է երկրորդ նախագահին, մարդ, որը փորձեց ամեն ինչով սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության 1998-2008 թվականի պատմությունը։ Սեփականաշնորհել։ Արցախի ազատագրումը 1992-1996 թվականի ամբողջ պատմությունը։ Այսինքն դրա համար եմ ասում, այսքան կեղծիքով հարցազրույց տալ, բայց ես ընդհանրապես պիտի մի բան էլ ասեմ ու շարունակեմ։ Ինքը նաև խոսեց թրեպից եւ դա համարեց մեծ վտանգ Հայաստանի Հանրապետության համար։ Ինքը նաև խոսեց հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններից, որում մենք փոքր երկիր ենք, կարծես մենք չգիտենք, որ մենք փոքր երկիր ենք։ Ինքը նաև խոսեց Եվրոմիությունից դարձյալ իրեն վերագրելով իր ժամանակ ինչ տնտեսական աճ է եղել եւ այլ։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բոլոր արատավոր երևույթները կամ
ամենավառ կերպով զարգացել են կամ ծաղկման գագաթնակետին են հասել։ Այլևս չեմ խոսում այսօր հակակոռուպցիոն դատարանում գտնվող 4-5 միլիարդ դատերերի, դա կլինի Երևանի քաղաքապետ, դա կլինի պետեկամուտների նախարար, դա կլինի պաշտպանության նախարար, դա կլինի խոշոր գործարար, դա կլինի Երևանի քաղաքապետեր, ոչ թե քաղաքապետեր, ամբողջը մետաստազներով, հյուսվածքներով տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան։ Դրա համար ես երբ որ կառավարության ղեկավարին քննադատում եմ կամ ասում եմ, որ եթե ինքը պիտի հետևողական չլինի, սկզբունքային չլինի, ես այդ ամենը ասում եմ սրտի կսկիծով ու ցավով եմ ասում, որովհետև այն ձևով, որ մենք կանգնել ենք կառավարության ղեկավարի կողքը եւ 18 թվականին եւ հատկապես 21 թվականի համապետական ընտրություններում ես կարծում եմ, որ նույն ձևով էլ մենք պարտավոր ենք կառավարության ղեկավարից խնդրելու կամ պահանջելու, որպեսզի ինքը լինի ավելի անհաշտ նման արատավոր երևույթների դեմ, որովհետև այսպիսի մարդկանց գոյությունը Հայաստանի հասարակական, քաղաքական, պետական կյանքում արդեն սպառնալիք է։ Մենակ սրանց գոյությունը, որտեղ սրանք կենթանի քաղաքական դիակներ են։ Հիմա անդրադառնամ ուրեմն Չէ, պարզապես ինչ պիտի անել։ Օրենքով ուժով պիտի դուրս տնել ընտրություններից։ Բոլոր օրենքի բոլոր կետերը թույլ են տալիս, որպեսզի նրանք լինեն անազատության մեջ եւ լինեն պատժախցերում եւ նրանց ուրեմն արբանյակները, նրանց խամաճիկները, նրանց մակաբույծ տարերը, որոնք գտնվում են ազգային ժողովում եւ նաեւ ուրեմն թրև են գալիս Երևանի փողոցներում։ Լավ, Վենսի այցելության էլ անդրադառնանք։ Վենսի այցին ես պիտի ասեմ, սա պատմական մեծ իրադարձություն է հայ-ամերիկյան պետական եւ փոխադարձ բարեկամական հարաբերությունների ուրեմն այս ֆոնի վրա, այս հարթակում սա ես պիտի համարեմ մեծ իրադարձություն, որտեղ եթե մենք վերցնենք վերջին 30 տարվա, նույնիսկ 2 տարի էլ հետ գնանք մեծ աղետը 88 թվականի դեկտեմբերյան, թե ինչպիսի պետական այրեր են, ուրեմն պաշտոնական այսով ասեմ, պետական այսով ասեմ, ժամանել Հայաստանի Հանրապետություն, ապա Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն, սա տեղավորվում է հայ-ամերիկյան գործընկերային, թեկուզ ասեմ ռազմավարական, թեկուզ ասեմ դիվանագիտական, թեկուզ ասեմ այլևս այլ ոլորտների, տնտեսական կլինի, կրթական կլինի, առողջապահական կլինի, փոխադարձ հարաբերությունների բարելաման կամ մեկնարկի կամ ավելի զարգացման տրամաբանության մեջ գալով մոդուլային ատոմակայանների եւ մնացած այս կարգի աշխատանքների մեկնարկին կամ դրա սկսմանը դա կարծում եմ ոչ մի ձևով չի կարող խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, որովհետեւ այսօր աշխարհը ունի զարգանալու ավելի ճկուն, ավելի անվտանգ, ավելի գերժամանակակից, ավելի խնայողական ուրեմն մոտեցումներ, գործառույթներ, այդ թվում նաև ատոմային էներգիայի խաղօգտագործման ոլորտում եւ կարծում եմ այս տրամաբանության մեջ պիտի դիտարկել հենց ձեր մտահոգված հարցը, որը կարծում եմ ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել որևէ առումով, ոչ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում, ոչ էլ հայ-ռուսական հարաբերություններում։ Միջպետական, նաև թրիփի մասին կարող եմ խոսել, այո։ Իսկ ինչ սպասել թրիփի մասին։ 42 կիլոմետր 150 մետր, ասել եմ ու կրկնում եմ։ Ճանապարհը Հայաստանի համար մեծ լուսածակ է, մեծ լուսաբաց է Խավարից դուրս գալու համար։ Սա Խավարից դուրս գալու համար ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության վարիչները, կառավարության եւ գերատեսչության ղեկավարները, դա կլինի արտաքին գործոց նախարարը, դա կլինեն հատուկ ծառայությունների ղեկավարները, թե պաշտպանության նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ կերպով պատկերացնում են եւ իրենց հաշիվ են տալիս իրենց գործառութային ուրեմն հնարավորությունների ու պարտականությունների վերաբերյալ եւ ասել, որ թեկուզ արտաքին հետախուզության ղեկավարը ասում է, որ կարող է լինել այսպիսի վտանգներ կամ այսպիսի սպառնալիքներ կամ այսպիսի մտահոգությունների առջև կարող են դիմակայել այսպիսի մտահոգությունների, ես կարծում եմ դեռևս
Տիկին Գրիգորյանը բավականին մեղմ է արտահայտվել։ Տիկին Գրիգորյանը շատ կոռեկտ է արտահայտվել, այնինչ մենք տեսնում ենք իմպլեմենտատիվ գետնի վրա կարելի ասել վերահաս գոնե մարտահրավերների տեսքով ավելի աչքի են զարնում։ Ինչ խոսք Թրիպը դա լինելու է լրջագույն ձեռքբերումը, այո 26%-ը Հայաստանի համար լուրջ ուրեմն գումար է որպես եկամուտ, խնդիրը չի վերաբերվում մաքսային, սահմանապահ, անձնագրային եւ մնացած ծառայություններին, որը անմիջապես իրականացնելու այդ գործառույթը Հայաստանի Հանրապետության գերատեսչության ստորաբաժանումները եւ այդ ամբողջ մուտքային գումարները 1 կոպեկի նման մուտքագրվել է Հայաստանի Հանրապետության բյուջե։ Եվ պիտի ասեմ, որ Թրիպի հետ կապված մեր ժողովուրդը անհանգստանալու խնդիր չունի։ Դա ընդամենը արտապատվիրակված ճանապարհ է, չգիտեմ, մեկ ասում են հավատարմագրային, մեկ ասում են ուրեմն արտոնագրված, ինչպես ինչ մեր օդանավակայանում, կներեք, մեր օդանավակայանից դուրս արգենտինական այդ կազմակերպությունը կարող է պատահի որևէ գործառույթ ունի մեր պետական, որը սահմանափակի մեր պետական իշխանության գործառույթները։ Հնարավոր է դա։ Հարցս ավելի շատ նրա մասին էր, թե արդյոք գետնի վրա արդեն կտեսնենք Թրիպի օրինակ հիմնակերքի արարողության մասին է խոսք գնում։ Ինչ որ գործնական քայլեր կլինեն, թե ասած, ես կարծում եմ, որ ես սպասում եմ, որ փոխնախագահի բերանով կլինեն հայտարարություններ գործարքների հետ կապված, ես կարծում եմ նաև ֆրանատոմն էլ այստեղ պիտի բան ունենար, չէ, կարծեմ այդ մոդուլային ատոմակայանների հետ կապված մենք նաև Ֆրանսիայի հետ ունենք կարծեմ ստորագրված փաստաթուղթ, բայց կապված Թրիպի հետ եւ ուրեմն նոր տնտեսական մեծ խթան հանդիսացող գործարքների հետ կապված կարծում եմ եւ կլինի հիմնարկեքի համար ես իրազեկված չեմ, բայց որ կլինի ուրեմն շատ բարձր եւ մեծ հաջողություն ավետող հայտարարություններ փոխնախագահի կողմից ես չեմ հասկացել։ Իսկ այն որ Վենսը միաժամանակ այցելում է եւ Հայաստան եւ Ադրբեջան, դա ես կարծում եմ, գիտեք, չէ, այսինքն գործընթացների արագացման տեսանկյունից հավասարակշռությունը պետք է ասպես արտահայտվի։ Ոչ թե հավասարակշռությունը արտահայտվում է, որ ձեզ տալիս եմ 1 միլիարդ դոլարին համարժեք օգտագործված զինամթերք, իսկ նրանց էլ տալիս են 6 միլիարդ դոլարին համարժեք ժամանակակից տեխնիկա, այստեղ հավասարակշռություն չկա, այստեղ կա դավաճանություն երկու ժողովուրդների հանդեպ։ Չնայած ամենամեծ դավաճանությունը կա ուրեմն ռազմավարական գործընկերոջ հանդեպ։ Ինչպես որ ցույց տվեց։ Հիմա քիչ առաջ ասեցիք երկրորդ նախագահի վերջացնում եմ։ Հիմա ես վերջացնում եմ, ինչպես որ երկրորդ նախագահը ասեց, որ մենք ենք մեղավորը, որ Ռուսաստանը իրեն այդպես պահեց մեր հանդեպ, դա աշխարհի ամենամեծ նույնիսկ ստոր մարդն էլ այդպիսի բան ասել իրավունք չունի։ Սա մեկ եւ երկրորդը, այո, Ադրբեջան այցի նպատակը եւ Հայաստան այցի նպատակը նա խաղաղության պայմանագրի կամ խաղաղության խաչմերուկի ոգուն ու տառին եւ նաեւ Թրիպի կյանքի կոչելուն ուրեմն ուղղորդված այց է եւ կարծում եմ ամերիկյան կողմը հատկապես դե ոչ միայն ամերիկյան կողմը, այլ ասենք Միացյալ Նահանգների վարչակազմը փայլուն գիտակցում է իր արարքների կամ իր գործողությունների բովանդակությունը եւ նշանակությունը Հարավային Կովկասում եւ Տրիպի կյանքի կոչելուն եւ խաղաղության հաստատմանը եւ անվտանգային նոր համակարգերի ներդրմանը։ Պարոն Սաֆարյան, հարցս նրա մասին էր, որ արդյոք այցելությունը Հայաստան եւ միաժամանակ Ադրբեջան կարագացնի այդ գործընթացները, որովհետեւ վերջերս Ադրբեջանի նախագահն էլ էր խոսել այն մասին, որ եթե բավարար կամք լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուտով կարող է կնքվել անգամ խաղաղության պայմանագիրը։ Այդ տրամաբանության մեջ Ես այդ տրամաբանության դուք ինձ հիմա ես ասեմ հետեւյալը, այո, խոսքը տանում է դրան, բա իհարկե եթե ես ասում եմ Եթե դուրերի հավասարակշռությունը եւ արդեն տրամաբանությունը պետական երկու երկրների ղեկավարների այդ մտայնությունը խաղաղության հաստատման ունենք նախադեպը հայտարարություններով, չէ, երկու երկրների ղեկավարների, ուրեմն հաջորդ քայլը պետք է լինի արդեն պայմանագրի ստորագրումը։ Ես հենց դա եմ ուզում ասել, որովհետեւ այսինքն ինչ է նշանակում
համաձայնացնել, դա վաղուց համաձայնացված է։ Այստեղ ժամանել է Ուիտկոֆը, այստեղ ժամանել են տարածաշրջանային գծով պետքարտուղարների տեղակալները, փոխպետքարտուղարների օգնականները եւ այլը, աշխատանքային խումբը վաղուց այդ գործը արել ավարտել է։ Հիմա խնդիրը վերաբերում է զուտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի մենք կարողանանք ասել մեր սահմաններում կա խաղաղություն, մեր ժողովուրդը ապրում է կամ մեր երկիրը ապրում է անվտանգության մթնոլորտում եւ որը որ եթե կուզենանք կասենք միգուցե տևական խաղաղություն, եթե կուզենանք կասենք այս անվտանգությունը մեզ համար պիտի մենք այնպես տանենք մեր արտաքին քաղաքականությունը, որը լինի հարատև, չգիտեմ ամեն ինչ, բայց որ պիտի լինի լուրջ հայտարարություն խաղաղության պայմանագրի ստորագրման առումով ես չեմ կասկածում։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ, կհանդիպենք։